լափել են, կերել են։ Քայլարա, արիտուն, թքեն վրա դրադեղից տեղից։ Կառավարության նախորդ տարվա ծրագրի կատարողականի քննարկումներն այսօր եւս վերածվեցին փոխադարձ մեղադրանքների ու վիճաբանության։ Ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ելույթի ընթացքում նիստը վարող խորհրդանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նախ վիճեց դաշնակցական Արթուր Խաչատրյանի, ապա վեճը շարունակեց Արծվիկ Մինասյանի հետ։ Նախ լրեք, հետո իմ հետ խոսեք հարգալից, հետո միացեք ձեր չափերը։ Լավ չեք գծում ուրեմն, ես կգծեմ հիմա ու հանգստացեք ասեցի, դուք էլ լրեք, պարոն Մինասյան, լրեք, դու չի դուքա ու հանգիստ դու չի դուքա։ Իշխանական պատգամավորներն այսօր իրենց ելույթներում փորձում էին ցույց տալ, թե ինչ ձեռքբերումներ է ունեցել Փաշինյանի իշխանությունն անցած 7 տարիների ընթացքում։ Թոշակներն ու աշխատավարձները որքան են բարձրացրել, բյուջեի եկամուտները քանի միլիարդ դոլարով են ավելացրել։ Ընդդիմությունը հակադարձում էր Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում Արցախի ու Հայաստանի տարածքային կորուստները, հարկերի բարձրացումը, կյանքի թանկացումն ու պետական պարտքի ավելացումը օրինակ բերելով։ Ավելացել է հացի գինը 35%-ով, 440 դրամից դառնալով 600 դրամ։ Ում համար մակարոնը աճել է գրեթե էլի նույնքան 490 դրամից դառնալով 740 դրամ։ Մթերքի գները տեսել եք, դուք հիմա ընդհանրապես մրգի գները տեսել եք, տրանսպորտը 50%-ով է թանկացել։ Ու թող ասի հիմա ինքը ավելի շատ բան է կարողանում առնել իր աշխատավարձով, թե 3 տարի առաջ էր օրինակ կարողանում ամենաշատ բանը առնել։ Տիկին Վարդանյան, խոսեցիք մակարոնի գնից, որ թանկացել է, չգիտեմ, 20%, 30%, բայց էլի վերջակետ դրեցիք ու շարունակեցիք։ Ասում եք 5 տարի առաջ այլ գին էր, շատ լավ, 5 տարի առաջ դուք որպես պատգամավոր ստանում էիք 400,000 դրամ աշխատավարձ։ Պարոն Մինասյանը, երբ ձեզանից առաջել էր պատգամավոր, ստանում էր 360,000 դրամ աշխատավարձ։ Մակարոնի գինը կարող է 50% բարձրացել, բայց դուք չեք ասում օրինակ հանրությանը, որ նույն Նիկոլ Փաշինյանի շնորհիվ դուք այսօր 850,000 դրամ աշխատավարձ եք ստանում ամեն ամիս։ Այսինքն 450,000 դրամ ավել աշխատավարձ եք ստանում։ Եվ ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ ցանկացած Հայաստան խմբակցության պատգամավոր, որ պատրաստ է ինձ տալ իր ավելացված 450,000 դրամ աշխատավարձը ամեն ամիս, ես երաշխվում եմ, որ իրան եւ իր ամբողջ ընտանիքի անդամին կապահովեմ մակարոնով։ Համաձայն եք, եկեք գործարքի գնանք։ Ինչքան պետքա տամ, պետքա հետը կեչուպ եք տամ, չգիտեմ, եթե պեստոյով եք ուզում, պեստոյ կառնեմ։ Չշրջանցվեց նաև պաշտոնյաների ծառայողական մեքենաների կամ այսպես կոչված պադավատների հարցը։ Իշխանական պատգամավորները վստահեցնում էին, թե ժամանակ առ ժամանակ կրճատում են դրանց թիվը։ ԿՊ-ական Սիսակ Գաբրիելյանն ի դեպ հակադարձելով իրենց հասցեին հնչող մեղադրանքներին, հորդորեց ընդդիմադիր Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, որ նա էլ հրաժարվի իր ծառայողական մեքենայից։ Ի պատասխան պաշտպանության նախկին նախարարը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երկար Շարասյան մասին, որը պարբերաբար խցանումներ է առաջացնում Երևանում։ Հունվարի 1-ից մենք որպես հանձնաժողով այլևս մեքենա չունենք։ Ձեր ֆրակցիայի ղեկավարը իմ կողմից հարգված պարոն Սեյրան Օհանյան, որ պահին հրաժարվեք այդ պադավատից, ես երաշխավորում եմ տարեկան տրանսպորտի փաթեթ ձեզ կգնեմ։ Հրաժարվեք հենց վաղ։ Կարող եմ հրաժարվել մեքենայից, եթե օրինակ ձեր կառավարության ղեկավարը հրաժարվի իր մեքենաների կեսից, որպեսզի ժողովուրդը երկար ժամանակ չսպասեն, թե այդ մեքենաների կալոնան երբ է անցնում, որ իրենք էլ անցնեն։ Ես առաջարկում եմ այդ նույն բանը անել նաև ազգային ժողովի ղեկավարության հետ։ Սոցիալականից բացի օրենսդիրները խոսեցին նաև անվտանգային խնդիրների մասին։ Իշխանական պատգամավորները փորձում էին ցույց տալ, թե ինչ կարևոր քայլեր են արվել երկրի անվտանգությունը բարձրացնելու համար, խոսելով մասնակի սահմանազատման շուրջ 3 տարի շարունակվող խաղաղության գործընթացի մասին, ինչպես ԿՊ-ական Ծովինար Վարդանյանը ձևակերպեց, Հայաստանի քաղաքացին վերջապես մտածում է խաղաղության մասին։ Ես վերջապես ունեմ սահման, որը ես ճանաչում եմ իմ հարևան պետության հետ։ Վերջապես Հայաստանում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին մտածում է խաղաղության մասին։ Մեր ժողովուրդը այլևս տեսնում է, որ մեր անվտանգության գիծը, որը ժամանակին եղել է հենց այն սահմանագիծը, որը հատել է, որտեղ կանգնած է եղել զինվորը, հա, այն առաջնագիծը, այլևս դիվանագիտությունն է վերցրել իր վրա։ Սա շատ կարևոր բան է, այսինքն անվտանգությունը մի քայլ առաջ է գնացել իրականում։ Ընդդիմադիր պատգամավորները մինչդեռ իշխանությանը հիշեցնում էին Տավուշի հատվածում 4 գյուղ Ադրբեջանին հանձնելու, Շուրնուղ գյուղի կեսը Ադրբեջանին տալու, սահմանադրությունը Ալիևի պահանջով փոխելու Փաշինյանի պատրաստակամության մասին։ Սյունիքն էլ տակ,
2025-ը ընդհանրապես խաղաղ կլինի։ Այս կրակոցները մի քիչ ձեր վիճակագրությունը խառնում են։ Ուշադրություն։ Իլհամ Ալիև, փետրվարի 14, 2024 թվական։ Հայաստանը պետք է սահմանադրությունից հանի անկախության հռչակագրի մասին հղումը։ Ինքնիշխան Նիկոլ Փաշինյան, 2025 թվական ապրիլ 16։ ՀՀ նոր սահմանադրությունում չպետք է հղում լինի անկախության հռչակագրին։ Դուք Ալիևի ծրագրերի հայաստանյան ռեբրենդինգ իրականացնող ֆիլիալն եք։ Ձեր իրական Հայաստանը Ադրբեջանի արևմտյան Ադրբեջանն է։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Կառավարության 2024 թվականի ծրագրի կատարողականի քննարկումներն այսօր ավարտվեցին վարչապետի եզրափակիչ ելույթով։ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ղարաբաղյան շարժումը շարունակելու կործանարարության եւ Ադրբեջանի հետ միասին խաղաղության նոր դարաշրջան բացելու մասին։